Ողջույն, մենք շարունակում ենք ուսումնասիրել տվյալների տեսակները։ Այսօր մենք կբացահայտենք տվյալների բազաների կախարդանքը։ Պարտադիր չէ ունենալ մեկ հսկայական աղյուսակ, որտեղ բացարձակապես կպահվեն բոլոր տվյալները և որոնցում դուք կարող եք շփոթվել։ Տվյալների բազաներում տարբեր սուբյեկտների մասին տվյալները սովորաբար պահվում են տարբեր աղյուսակներում, որոնք փոխկապակցված են։ Ավելին, մի կապակցված աղյուսակից մենք կարող ենք ստանալ մյուսի բացարձակապես բոլոր տվյալները։ Ամենաբարձ տվյալների տեսակը, ինչպես կարող է թվալ, հղումն է, բայց դա ճիշտ չէ։ Դուք կարող եք կապ հաստատել տվյալների բազայի աղյուսակների միջև, ինչպես նշել էի։ Օրինակ, ստորաբաժանումներ աղյուսակը, որը ես նախապես պատրաստել էի, պարունակում է բաժինների ցանկ, իսկ աշխատակիցներ աղյուսակը աշխատողների։ Եկեք նրանց միջև կապ հաստատենք, որպեսզի կարողանանք նշել, թե որ բաժնում որ աշխատակիցն է աշխատում։ Եկեք ստեղծենք ատրիբուտ link to another record։ Airtable-ը հարցնում է, որ աղյուսակի հետ կապ հաստատենք։ Ընտրում ենք աշխատակիցները։ Մենյուում հայտնվել են նոր կարգավորումներ։ Առաջինը հատկանիշ է, որը պատասխանատու է մեկ բաժին մի քանի հղումներ ավելացնելու ունակության համար։ Երկրորդ պարամետրը թույլ է տալիս սահմանափակել ընտրությունը, աղյուսակից մինչև որոշակի ընտրություն։ Օրինակ, աշխատողներից կարող ենք ընտրել միայն նրանց, ովքեր ներկայումս աշխատում են մեզ մոտ։ Երբ մենք ընտրում ենք, թե որ աղյուսակի հետ ենք ուզում կապ հաստատել, կբացվի պատուհան, ընտրված աղյուսակի դաշտերի ցանկով, որպես լրացուցիչ տեղեկատվություն ստորաբաժանումներ աղյուսակում ցուցադրվելու առաջարկով։ Ավելացնենք տարիքային դաշտը և տեսնենք, թե ինչ կլինի։ Աղյուսակում ավելացվել է երկու դաշտ՝ աշխատակիցներ և տարիք։ Լրացնենք աշխատակիցներ դաշտը։ Երբ կտացնում ենք պլյուսը վանդակում, կբացվի համանուն աղյուսակի աշխատակիցների ցուցակը։ Դնենք հաշվապահին հաշվապահական հաշվառման բաժնում։ Հաշվապահի անունը ավելացվել է խցում։ Սա ոչ այլ ինչ է, քան աշխատակիցների աղյուսակի հղում։ Եթե սեղմեք անվան վրա, կբացվի աշխատակիցներ աղյուսակի գրառումների քարտը։ Ինչպես տեսնում եք, այն ունի բոլոր այն ատրիբուտները, որոնք մենք ստեղծել և լրացրել ենք այնտեղ։ Իդեպ, մուտքը կարող եք խմբագրել հենց այստեղ, և այդ փոփոխությունները կպահվեն աշխատակիցներ աղյուսակում։ Հիմա փորձենք կամավորների բաժնին ավելացնել կամավոր համակարգող։ Պատուհանի վերևում կա որոնման տող, որը հեշտացնում է որոնումը աղյուսակի բոլոր գրառումների մեջ։ Այստեղ մենք մուտքագրելու ենք աշխատողի ազգանունը։ Մենք չկարողացանք նման անուն գտնել, ուստի ժամանակն է ուշադրություն դարձնել, ավելացնել նոր գրառում կոճակին։ Այսպիսով, եկեք սեղմենք կոճակը։ Մուտքագրման քարտը կբացվի։ Լրացնենք անունը, պաշտոնը, տարիքը և փակենք քարտը։ Վերադառնանք տարիքային դաշտին։ Այն look-up տեսակի է և հասանելի չէ տվյալները փոփոխելու համար։ Այն միայն տվյալներ է վերցնում աշխատողների աղյուսակի գրառումներից, որոնք կապված են ստորաբաժանումներ աղյուսակին։ Աշխատակիցների մեջ կգտնենք նոր ավելված գրառումը։ Մենք տարիքը կարող ենք փոփոխել աշխատակիցներ աղյուսակում, բայց ստորաբաժանումներ աղյուսակում տարիքային դաշտը միայն ցուցադրում է տվյալները։ Ժամանակն է նայելու աշխատակիցների աղյուսակը։ Մենք զարմանքով հայտնաբերեցինք, որ այստեղ հայտնվել է ստորաբաժանումներ դաշտը։ Դա կախարդանք չէ։ Airtable-ը ստեղծել է հետ հղում։ Նա հասկանում է, քանի որ ինքը կապել է բաժինները աշխատակիցների հետ, ուրեմն աշխատակիցները պետք է կապված լինեն բաժինների հետ։ Եկեք մեր բոլոր դաստիարակներին ավելացնենք վերապատրաստման բաժին։ Դասավանդողները հայտնվում են բաժնի աղյուսակում, և նրանց տարիքը տարիք դաշտում նշված է ստորակետերով։ Դուք չեք կարող նույն բաժինը երկու անգամ ավելացնել մեկ աշխատակցի համար, բայց մենք հեշտությամբ կարող ենք ավելացնել մեկ բաժին տարբեր աշխատողների համար։ Մեր կրկնուսույցի համար առկա բաժինների ցանկում կրթական բաժին չկա, բայց մնացած աշխատակիցները կարող են թվարկել ուսումնական բաժնում։ Այս հատկությունը պայմանավորված է նրանով, որ աշխատակիցներ դաշտը կարգավորելիս հնարավոր է ավելացնել բազմաթիվ գրառումներ։ Եթե այս հնարավորությունը բացառեինք, երկու աշխատակիցները չէին կարողանա նույնականացնել վերապատրաստման բաժինը։ Հաջորդ տեսակը, որին մենք կանդրադառնանք, look-up դաշտն է։
Մենք արդեն սկսել ենք այն դիտարկել օգտագործելով տարիքային դաշտը որպես օրինակ։ Հիշեցնեմ, դրա իմաստը այն է, որ եթե մենք ունենք կապերի երկու աղյուսակների միջև, ապա մենք կարող ենք ցանկացած տեղեկատվություն ավելացնել մի աղյուսակից մյուսը, առանց կրկնօրինակ տեղեկություններ մուտքագրելու տարբեր աղյուսակներում։ Մենք նայեցինք, թե ինչպես ավելացնել lookup կապեր ստեղծելիս։ Հիմա եկեք դիտարկենք այս տեսակի դաշտեր ավելացնելու այլ եղանակ։ Օրինակ, մենք ցանկանում ենք ստորաբաժանումների աղյուսակում ներառել պաշտոնների մասին տեղեկությունները։ Աշխատակիցներ հատկանիշի ցանկում ընտրեք ավելացնել lookup դաշտ։ Աղյուսակի ատրիբուտների ցանկից պատուհանում ընտրեք պաշտոն դաշտը և սեղմեք ավելացնել դաշտ կոճակը։ Պաշտոնները ավելացվել են բաժիններ աղյուսակում։ Տվյալների բազաներում բոլոր կապերը դինամիկ են։ Ուստի, եթե գրառումը փոխվի, lookup դաշտերի աղբյուրները նույնպես կփոխվեն։ Այժմ դիտարկենք count տեսակի դաշտերը։ Անհրաժեշտ է հաշվի առնել այն գրառումների քանակը, որոնք հղում են կատարում աղյուսակի տվյալ գրառումին։ Որպեսզի հաշվենք, թե քանի աշխատակից է աշխատում յուրաքանչյուր բաժնում, անհրաժեշտ է ավելացնել count տեսակի նոր հատկանիշ։ Հատկանիշների կարգավորումների ցանկում դուք պետք է նշեք, թե բաժանմունքներ աղյուսակի որ ատրիբուտում ենք փնտրելու հղումներ։ Հղման տեսակի բոլոր դաշտերը հասանելի կլինեն ընտրության համար։ Մեր դեպքում մենք աշխատող ենք համարում։ Դաշտը անվանենք աշխատողների թվաքանակ։ Բացի այդ, ատրիբուտների կարգավորումների ցանկում կա սահիկ, որը պատասխանատու է աշխատակիցների աղյուսակից միայն այն գրառումները հաշվելու համար, որոնք բավարարում են պայմանը։ Օրինակ, մենք ցանկանում ենք հաշվել միայն այն աշխատակիցներին, ովքեր աշխատում են մեր ընկերությունում 3 ամսից պակաս։ Ավելացնենք նոր աշխատակիցների դաշտը և սահիճը դնենք ակտիվ։ Մենյուում կհայտնվեն նոր կարգավորումներ աշխատակիցներ աղյուսակի ատրիբուտներից, որը նշված է դեպարտամենտներ դաշտում։ Առաջարկվելու է ստեղծել պարզ պայմաններ գրառումների ընտրության համար, որոնց համար կիրականացվի հաշվարկը։ Մենք պետք է ընտրենք start date հատկանիշը, ավելացնենք after տրամաբանական օպերատորը և նշենք 90-ը, որը կարդում է որպես ընտրել միայն այն աշխատողներին, որոնց մեկնարկի ամսաթիվը ընկած է նախորդ 3 ամսվա ընթացքում։ Մի անհանգստացեք, մենք ավելի ուշ մանրամասն կանդրադառնանք, թե ինչպես դրանք ստեղծել։ Այժմ այստեղ ցուցադրվում է բաժինների նոր աշխատակիցների քանակը։ Հիմա եկեք նայենք հղման դաշտերի հետ աշխատելու վերջին տիպին՝ roll-up։ Սա համախմբման տիպի դաշտ է, որը նախատեսված է ընթացիկի հետ կապված աղյուսակի առանձին դաշտերի վրա բանաձևեր հավաքելու կամ կիրառելու համար։ Roll-up դաշտն իր հնարավորություններով տարբերվում է count և lookup տեսակներից։ Count տեսակը հաշվում է միայն ընթացիկի հետ կապված գրառումների քանակը, իսկ lookup-ը միայն արժեքներ է վերցնում համապատասխան աղյուսակից։ Roll-up-ը թույլ է տալիս կատարել հաշվողական գործողություններ հարակից գրառումների արժեքների վրա։ Օրինակ, մեր կրթական բաժնում շատ են կրկնուսույցները, և դաշտում մի քանի անգամ ցուցադրվում է դաստիարակ բառը։ Անիմաստ է։ Roll-up դաշտ ունի բազմաթիվ ներկառուցված գործառույթներ, ներառյալ եզակի արժեքներ ընտրելու հնարավորությունը, և այժմ մենք կօգտագործենք այս հատկությունը։ Եկեք աշխատողների աղյուսակից քաշենք միայն աշխատանքի եզակի արժեքները բաժանմունքների աղյուսակ։ Դա անելու համար մենք կստեղծենք roll-up դաշտ։ Այն կանվանենք պաշտոններ։ Դրանում նշենք համապատասխան աղյուսակը աշխատակիցներ։ Նշենք պաշտոն դաշտը և կընտրենք յուրահատուկ ագրեգացման բանաձևը։ Եկեք պահպանենք։ Համաձայն եմ, սա շատ ավելի լավ է թվում, քան դասավանդող կրկնվող բառի զանգվածը lookup դաշտում։ Այսքանով մենք կվերջացնենք տվյալների տեսակների վերանայումը։ Հուսով եմ, որ ձեզ ոգեշնչեց աղյուսակների փոխազդման հնարավորությունները միմյանց հետ։ Այժմ, երբ մենք գիտենք բոլոր տեսակի տվյալները և չենք վախենում դրանցից, կարող ենք տեսնել, թե ինչպես դրանք ամբողջությամբ օգտագործել մեր կյանքում։ Ձեր թույլտվությամբ ես մի փոքր կընդլայնեմ տվյալները հաջորդ դասի համար և կստեղծեմ նոր տվյալների բազա։ Հաջորդ դասին, օգտվելով նոր տվյալների բազայի օրինակից, մենք կսովորենք, թե ինչպես ստեղծել տվյալների նմուշներ և ինչու են դրանք անհրաժեշտ։